Բարև ձեզ, եթերում update լրատվականներ, թարմացնենք օրվա լրահոսը։ Սկսենք պաշտոնական տեղեկագրերից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել անվտանգության խորհրդի հերթական նիստը։ Նիստին բացի ԱԽ անդամներից մասնակցել է նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության անվտանգային և արտաքին քաղաքականության օրակարգին առնչվող հարցեր։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 26-ին Սուրբ Աթոռում կմասնակցի Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորության արարողությանը։ Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից էլ հայտնում են, որ Գարեգին II ծայրագույն պատրիարք և ամենայն հայոց կաթողիկոսը ևս մեկնել է Վատիկան մասնակցելու Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորության արարողությանը։ Հիշեցնենք, Հռոմի Ֆրանցիսկոս Պապը մահացել է ապրիլի 21-ին 89 տարեկանում։ Համաձայն տոների և հիշատակի օրերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի ապրիլի վերջին շաբաթ օրը նշվում է որպես քաղաքացու օր։ Ապրիլի 26-ին քաղաքացու օրվա շրջանակում, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում կանցկացվեն մի շարք միջոցառումներ։ Հայաստանի Հանրապետության մարզերի 79 համայնքում ու բնակավայրում, ինչպես նաև Երևանի 12 վարչական շրջաններում տեղի կունենա «Շենացրու պետությունդ, եղիր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով հանրային քննարկում բանախոսությունների շարք։ Նույն օրը մայրաքաղաք Երևանում և Հայաստանի 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք ապարանում կկազմակերպվեն սթրիթ արտ ձևաչափով մշակութային միջոցառումներ տեղական խմբերի մասնակցությամբ։ Քաղաքացու օրվան ընդառաջ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ հանրակրթական դպրոցների սովորողները իրականացնում են «Շենացրու պետությունդ, եղիր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով ուսումնական նախագծեր։ Դպրոցականները նախագծային աշխատանքի շրջանակում ուսումնասիրում են իրենց բնակավայրի, համայնքի տարբեր հիմնախնդիրները, դրանց համար առաջարկելով լուծումներ, որոնք կուժեղացնեն պետությունը, համայնքն ու բնակավայրը։ Քաղաքացու օրվա շրջանակում ապրիլի 26-ին կազմակերպվող մշակութային միջոցառումների նպատակն է ֆլեշմոբների, բացօթյա ցուցադրությունների, համերգային ծրագրերի, ազգային նվագարանների միջոցով նպաստել քաղաքացիական կրթության, հայրենասիրության, ազգային ինքնության, պետականության և պետական խորհրդանիշների արժևորմանը։ Այսօր ազգային ժողովում էր Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ով ներկայացնում էր դատախազության 2024 թվականի գործունեությունը։ Քննարկման ընթացքում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նշեց, որ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մասով քրեական վարույթ և ապօրինի գույքի բռնագանձման հայց կա։ Դատախազը ասաց, որ ապօրինի գույքի բռնագանձման հայցը ներկայացվել է դեռևս 2024 թվականի օգոստոսին, դրանից ավելի վաղ նաև քրեական վարույթով դատարան ուղարկված մեկ այլ գործ կա։ Մեր դիրքորոշումը մեղադրական եզրակացությամբ ուղարկված է դատարան։ Էլի հրապարակային դատաքննությունը վստահ եմ ինձ լավ տեղեկացված է եւ այդ հողահատկացումների հետ կապված եւ կոռուպցիոն դրսևորումների հետ կապված մենք այս առումով դատախազության դիրքորոշումը գրավոր է, հրապարակված է, հստակ է, այստեղ մենք քաղաքական գնահատական տվող մարմինը չենք։ Ինչ վերաբերում է վկաների հետ կապված, ենթադրում եմ ինչ-որ պաշտոնավարման, կասեցման եւ մյուսի հարց եք փորձում բարձրացնել, այստեղ դուք մի կարևոր եզրույթ եք օգտագործում վկա։ Մենք վկաների նկատմամբ դատավարական հարկադրանքի միջոցներ չենք կիրառում։ Մեզ մոտ անձը պետք է մեղադրյալի կարգավիճակ ունենա այդ դատավարական հարկադրանքի միջոց կիրառելու համար եւ այս պարագայում իրականում ավելին քան գրած է մեղադրական եզրակացության մեջ չունենք ասելու, մենք ունենք տարբեր նաեւ անջատված վարույթներ, որոնք դատարանում գտնվող վարույթից բացի կան նախաքննության փուլում, դրանք էլի 2019 թվականին հարուցված քրեական գործից, այն ժամանակ քրեական գործեր դրվագներ են, որոնցով դեռևս միջդատական վարույթը աշխատանք է իրականացվում, չեմ բացառում, որ առաջիկայում էլի այդ հին վարույթով որոշակի դրվագներ լինեն, որոնք կգնան դատարան, բայց դա կապ չունի ոչ մի քաղաքական process-ի հետ։ Մենք բազմաթիվ համայնքի ղեկավարներ ունենք, որոնց դատի ենք տվել այս նույն սխեմայով կատարված չարաշահումների եւ հողահատկացումների համար, այստեղ քաղաքական գնահատական մենք չենք տալիս, մենք իրավական գնահատական ենք տալիս, տվել ենք, ուղարկել ենք դատարան։ 2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ու այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 2093 դեպք։
Նվազում է արձանագրվել 265 դեպքով կամ 11,2%-ով։ 2023 թվականին արձանագրվել է 2358 դեպք։ Այս մասին ազգային ժողովում պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ 2024 թվականի ընթացքում զինված ուժերի եւ այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 2093 դեպք։ Նվազում է արձանագրվել 265 դեպքով կամ 11,2%-ով։ Հիշեցնեմ, որ 2023 թվականին արձանագրվել էր 2358 դեպք։ Արձանագրված դեպքերից 762-ը կամ 36,4%-ը եղել են պատահարներ, 1331-ը կամ 63,6%-ը հանցագործություններ, որոնցից 715-ը կամ 53,7%-ը զինվորական, 616-ը կամ 46,3%-ը այլ հանցագործություններ։ 2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում զինծառայողների կրկին ձեր ուշադրությունն եմ հրավիրում ծառայության հետ կապված հանգամանքներում արձանագրվել է 27 զինծառայողի մահվան դեպք։ Հիշեցնեմ 23 թվականին թիվը կրկնապատիկ էր 54-ը։ Չշրջանցվեց նաև մարտի 1-ի գործը։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ-ում նշել է, որ ամենայն հավանականությամբ հաջորդ հաղորդման ժամանակ մարտի 1-ի գործով ասելիք կունենա։ Դատախազի խոսքով այն վարույթը, որը հիմա դատարանում է, հրապարակային է, լուսաբանվում է ԶԼՄ-ներով, ասելու նոր բան չկա։ Միջդատական վարույթում ունենք ինքնուրույն վարույթ, որտեղ մի շարք ուղղություններով քննություն է իրականացվում։ Կարծում եմ հաջորդ հաղորդման մեջ միջդատական վարույթով ասելիք կունենամ, նշել է Վարդապետյանը։ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր հանդիպել է գործարար համայնքի ներկայացուցիչների հետ քննարկելու ոլորտում առկա խնդիրների, այդ թվում մտավոր սեփականության ոլորտին, ինչպես նաև ընկերությունների կողմից վարվող եւ օրենքով սահմանված զեղչային քաղաքականությանը վերաբերող հարցերի շուրջ։ Հանդիպման ընթացքում հանգամանալից անդրադարձ է կատարվել ընկերությունների կողմից գների ձևավորման եւ զեղչերի կիրառման գործընթացում նկատվող խոչընդոտներին, ինչպես նաև գործող օրենսդրական դաշտի կատարելագործման անհրաժեշտությանը։ Ներկայացվել են ընկերությունների փորձառությունները, ինչպես նաև առաջարկություններ համակարգային առկա խնդիրների հաղթահարման եւ միջավայրի բարելավման ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետությունը 1899 թվականի և 1907 թվականի միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին կոնվենցիաներին միանալու վերաբերյալ վավերագրերն է հանձնել նշյալ կոնվենցիաների ավանդապահին, այն է Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությանը։ Այսպիսով կոնվենցիաների ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետությունը կդառնա մշտական արբիտրաժային դատարանի 125-րդ պայմանավորվող կողմը։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից։ Միանալով մշտական արբիտրաժային դատարանին, որը հիմնադրվել է 1899 թվականին Հաագայի խաղաղության առաջին համաժողովում եւ հանդիսանում է միջազգային վեճերի կարգավորման առաջին կառույցը, Հայաստանը միանում է քաղաքակիրթ երկխոսության, դիվանագիտության եւ արդարադատության սկզբունքներով առաջնորդվող համաշխարհային համայնքին։ Աշխարհի տարբեր անկյուններից դեռ շարունակվում են ապրիլ 24-յան ուղերձները։ Կանադայի վարչապետ ազատական կուսակցության ղեկավար Մարկ Քարնին ոգեկոչել է հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը հարգանքի տուրք մատուցելով 1915 թվականի ոճրագործության զոհերին եւ ուշադրություն հրավիրելով Լեռնային Ղարաբաղի հայերի շարունակական տառապանքների վրա։ Մարկ Քարնիի հայտարարությունը տարածել է Կանադայի ազատական կուսակցությունը։ Այս ապրիլի 24-ին ես միանում եմ տասնյակ հազարավոր կանադահայերին եւ ամբողջ աշխարհի միլիոնավոր հայերին, ոգեկոչելու հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը, նշված է հայտարարության մեջ։ Ինչպես արդեն հայտնի է, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խուսափել է ցեղասպանություն եզրույթից։ Թեմային հետևել է Ռաֆայել Մնացականյանը։ Ռաֆայել, խոսքը փոխանցում եմ ձեզ։ Շնորհակալություն։ Այո, աշխարհի տարբեր անկյուններից դեռ հնչում են ոգեկոչման ուղերձները հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ։ Այս ուղերձների եւ զորակցության խոսքերի մեջ շատերը առանձնակի զգացողություններով սրտատրոփ գուցե սպասում էին Միացյալ Նահանգների նախագահի ուղերձին, եւ ինչպես արդեն գիտեք, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը իր ուղերձում խուսափել է
ցեղասպանություն եզրույթն օգտագործելուց։ Ինչ ասես։ Սա առաջին անգամը չէ, որ Թրամփի պաշտոնավարման ժամանակ խուսափում է նա genocide բառից, իր առաջին նախագահության ժամանակ 2016-2020 թվականների ընթացքում իր ուղերձներում նա եւս genocide եզրույթը չէր օգտագործել, ինչը իհարկե ցավալի փաստ է։ Այնուամենայնիվ, նախագահ Թրամփի հայոց ցեղասպանության թույլ ոգեկոչումը իրապես նվեր է ժխտողականներին։ Այսպիսի տեսակետ է հայտնում ամերիկացի հայտնի կոնգրեսական Ֆրենկ Փալոնը, ով անդրադարձել է այն փաստին, որ Դոնալդ Թրամփը ի տարբերություն իր նախորդի դեմոկրատ Ջո Բայդենի ապրիլ 24-յան ուղերձում ցեղասպանություն եզրույթը չի կիրառել եւ 1915 թվականի իրադարձությունները որակել է որպես մեծ եղեռն։ Միացյալ Նահանգների ճանաչումը պաշտոնական է եւ անշրջելի, բայց ցեղասպանություն բառը օգտագործելուց նրա հրաժարումը խարխլում է ճշմարտությունը եւ անարգում 1915 թվականի զոհերի հիշատակը։ Պատմությունը պահանջում է պարզություն, ոչ թե վախկոտություն, ամփոփում է Փալոնը։ Այնուամենայնիվ, զայրույթը եւ հակադարձումը մի կողմ դնելով, եկեք խոստովանենք, որ Թրամփի կամ որևէ մեկ այլ գործչի խոսքով չէ, որ իրավիճակը պիտի փոխվի։ Ինչ խոսք։ Ցանկալի է, որ գերտերության նախագահը, այն էլ ազատության եւ արդարության երկիր համարվող Միացյալ Նահանգների պես երկրի քաղաքական առաջին դեմքը, ներքին խմորումներին զոհ չգնա, կարողանա իրապես արդար լինել, այլևալությունների չգնալ եւ համարձակ օգտագործել բառը, այնպես ինչպես եղել է, ցեղասպանություն, բայց ունենք այն ինչ ունենք։ Եկեք խնդրին նայենք այլ տեսանկյունից։ Միացյալ Նահանգների նախագահը, նախորդ նախագահը գոնե Ջո Բայդենը քանիցս իր ուղերձում այո օգտագործել է ցեղասպանություն եզրույթը։ Ու իրապես ինչ փոխվեց այն ժամանակ, երբ նախորդ նախագահը արտաբերեց ցեղասպանություն բառը եւ ինչ եղավ հիմա, երբ որ գործող նախագահը չարտաբերեց այդ բառը։ Եթե զգացմունքային տեսակյունից ենք հարցը դիտարկում, ինչ խոսք, հաճելի է, արդար է, ճշմարիտ է, շիտակ է, պարկեշտ է, բարոյական է, ազնիվ է, ու այսպես շատ ու շատ հոմանիշներ կարող եմ օգտագործել, բայց իրականությունը շատ ավելի խորն է թաքնված։ Խնդիրը փաստի եւ ուրացման մեջ չէ, ավելին, մենք ինքներս ենք այս մտածելակերպով եւ այս տրամաբանությամբ կասկածի տակ դրել կամ գուցեև մինչեւ այսօր դնում պատմական այս փաստը։ Մեծ եղեռնը միջազգային ատյաններում մենք ինքներս ենք կարծես անջատում ցեղասպանություն եզրույթից, այնինչ ամեն մի հայի համար երկմտության տեղ անգամ չկա։ Մեծ եղեռնը հենց ցեղասպանությունն է եւ պատմական փաստ է, չէ՞, եւ երբ որ մեծ եղեռնը, մեծ աղետը, մեծ ոչրագործությունը ծրագրվեց եւ իրականացվեց, աշխարհը դեռ genocide բառը լսած չկար։ Ես հիշեցնեմ, որ գենոցիդ բառի հեղինակը Ռաֆայել Լեմկինը հենց 1944 թվականին մեծ եղեռնը հիշատակելով տվեց գնահատականը genocide բառից, որը եւ ցեղասպանությունն է։ Այո, Թրամփը չարտաբերեց այդ բառը, բայց մյուս կողմից միամտություն չէ արդյոք մի մարդուց պահանջել ցեղասպանության ճանաչում, ով հենց հիմա աչք է փակում հենց մեր օրերում, ասենք Գազայում տեղի ունեցող գործողություններին։ Ավելին, ինչ ակնկալել մի մարդուց, ով որ ուղիղ եթերում հայտարարում է, որ բնիկ ժողովրդին 100,000-ներով հենց այդ տեղանքից դուրս է հանելու է դուրս եւ միջերկրական ռիվիերա է կառուցելու այնտեղ։ Դա պատմական փաստ չէ, որ արտաբերել է։ Ու ելի շատ այլ ցիտատներ այստեղ կարող եմ ասել, որը գուցե այդքան էլ տեղին չէ մեր այս ցավի մասին մտորումների շրջանակներում։ Եվ ամփոփելով այս իմ խոսքը, Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատը ես հիշեցնեմ, որ 2019 թվականի հոկտեմբերի 29-ին, ապա եւ Սենատը նույն թվականի դեկտեմբերի 12-ին միաձայն ընդունել է եւ ճանաչել է հայոց ցեղասպանությունը եւ այն դարձրել է Միացյալ Նահանգների քաղաքականության անբաժան մաս։ Հեռավոր 1981 թվականին ապրիլի 22-ին նախագահ Ռոնալդ Ռեյգանը կրկին որակել է իրադարձությունները որպես ցեղասպանություն։ Նախագահ Բայդենը, ինչպես քիչ առաջ հիշատակեցի, այո օգտագործել է ցեղասպանություն եզրույթը։ Ու ինչ, մեր երկիրը ավելի բարգավաճել է այդ բառից հետո։ Մեր կյանքն է ավելի գուցե լավացել։ Ոչրագործներն են գուցե պատժվել, թե Թուրքիան է առերեսվել իր պատմությանը։ Գուցե ազերին է փոխել իր վարքագիծն ու հռետորաբանությունը։
թե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100,000-ավոր մեր հայրենակիցներն են երջանկացել։ Ինչ է փոխվել ցեղասպանություն բառը արտասանելուց, թե չարտասանելուց։ Սա լուրջ հարց է, որի մասին առաջարկում եմ մտածել։ Պետական եկամուտների կոմիտեն կանխել է մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձը։ Մանրամասները դիտեք Պետական եկամուտների կոմիտեի տեսանյութում։ Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը ստվերային տնտեսության հարկերից խուսափելու եւ մաքսային իրավախախտումների դեմ, կանխելով հարկային չարաշահումները, որոնք վնասում են ինչպես պետության, այնպես էլ օրինապահ գործարար համայնքի շահերը։ Պետ ներքին անվտանգության վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից մուտք գործող բեռնատարում արկա է մաքսային հսկողությունից թաքցված ապրանք։ Պետական սահմանից համակայնացման կետերում մաքսային սպասարկման եւ հսկողության վարչության ագարակ սահմանայնացման կետում Հայաստանի Հանրապետության քաղաքացի ԱՎ-ի կողմից շահագործվող կամազ մագնիշի բեռնատար մեքենան ենթարկվել է զննության։ Արդյունքում տրանսպորտային միջոցի բեռնախցիկի պատերին հատուկ հարմարեցված տաքստոսներից մեքենայում արկա բեռի տակ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված տարբեր տեսակի 7300 տուփ ծխախոտ։ Ոչ օրինական ճանապարհով խոշոր խմբաքանակի ծխախոտի ներմուծման փորձը կանխվել է, իսկ հայտնաբերված ծխախոտները առգրավվել են։ Կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն, համաձայն մաքսային կանոնների մասին օրենքի 313-րդ հոդվածի հատկանիշներով։ Դեպքին առնչվող նյութերն ուղարկվել են Պետ իրավաբանական վարչություն, հետագա ընթացքն ապահովելու նպատակով։ Քրեական ոստիկանները հայտնաբերել են 6 կիլոգրամից ավելի մարիխուանա։ Իրացնողը կալանավորվել է։ Մանրամասները դիտենք տեսանյութում։ 2025 թվականի ապրիլի 18-ին քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում ստացվել են օպերատիվ տվյալներ թմրամիջոցների ձեռքբերման եւ իրացման վերաբերյալ։ Ըստ ստացված տեղեկությունների Եղեգնաձոր քաղաքի Սպանդարյան փողոցում բնակվող 54-ամյա տղամարդը ապօրինի ձեռք է բերել մեծ քանակությամբ թմրամիջոց, որի մի մասը պահում է Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղում գործող մետաղի ջարդոնի ընդունման կետում, իսկ մի մասը Արարատի մարզի Երաս բնակավայրում պատրաստվում է 100,000 դրամով իրացնել աշտարակցի եւ երևանցի երկու տղամարդու։ Վայոց ձորի մարզային քրեական ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացած տվյալները հաջող իրացնելու նպատակով համագործակցեցին ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների, Արարատի մարզային վարչության քրեական ոստիկանների, Արարատի բաժնի համայնքային ոստիկանների եւ մարզը սպասարկող պարեկների հետ։ Համագործակցված եւ փոխլրացնող միջոցառումների արդյունքում նույն օր Արարատի մարզի Արմաշ բնակավայրում հայտնաբերվեցին ու ձերբակալվեցին աշտարակի բնակիչ 57-ամյա տղամարդը եւ Մայրաքաղաքում բնակվող 55-ամյա տղամարդը, որոնք ըստ տվյալների Եղեգնաձորցուց 100,000 դրամով թմրամիջոց էին գնել։ Նույն օրը Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում հայտնաբերեցինք եւ ձերբակալեցինք Եղեգնաձոր քաղաքի Սպանդարյան փողոցում բնակվող 54-ամյա տղամարդուն։ Նրա բջջային հեռախոսի պատյանի տակից հայտնաբերեցինք մետամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված, իսկ ավտոմեքենայից մակարով տեսակի ատրճանակ։ Նրան պատկանող Եղեգնաձորի Երևանյան խճուղում գործող մետաղիկ ջարդոնի ընդունման կետում հայտնաբերվել է մոտ 6 կիլոգրամ 250 գրամ մարիխուանա 9 փաթեթով։ Եղեգնաձորցի տղամարդուց թմրամիջոց ձեռք բերել ու կասկածանքով ձերբակալված Երևանցու ավտոմեքենայում հայտնաբերվել է ընդհանուր 21 գրամ քաշով մարիխուանայի փաթեթ։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածի հատկանիշներով։ Եղեգնաձորցի 54-ամյա տղամարդը կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Բաքվում կայացել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի եւ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հանդիպումը ընդլայնված կազմերով։ Նշենք, որ ավելի վաղ Կալասը հանդիպել էր նաեւ Ալիևին։ Քննարկումները կենտրոնացած են Ադրբեջանի եւ Եվրամիության միջև հարաբերությունների արդի հարցերի եւ հեռանկարների վրա, ներառյալ համագործակցության ոլորտները, ինչպիսիք են էներգետիկան, առևտուրը, տրանսպորտը եւ անցումը դեպի կանաչ տնտեսության, ինչպես նաեւ Ադրբեջանի ներդրումը տարածաշրջանային կապի եւ մաքուր էներգիայի մատակարարման գործում։
Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր, այդ թվում հետ հակամարտային իրավիճակը, ասվում է հաղորդագրության մեջ։ Հանդիպման ընթացքում Ջեյհուն Բայրամովը կրկնել է կեղծ թեզը, թե Հայաստանի սահմանադրությունը պետք է փոխվի, քանի որ դրանում տարածքային պահանջ կա Ադրբեջանի նկատմամբ, շեշտելով, որ դա Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնեցված խաղաղության պայմանագիրը ստորագրելու նախապայման է։ Ավելի վաղ Եվրախորհրդարանի եվրոպական տարբեր երկրների պատգամավորներ քննադատել էին Կայա Կալասին Ադրբեջան այցելելու ծրագրերի համար։ Նրանք ուշադրություն էին դարձրել այն հանգամանքի վրա, որ Կալասը չի այցելում Հայաստան, որն ընտրել է եվրաինտեգրման ճանապարհը։ Փոխարենն այցելում է բռնապետական Ադրբեջան, որը շարունակում է սպառնալ ժողովրդավարական ուղի ընտրած Հայաստանի անվտանգությանը։ Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով զեկուցող Միրիամ Լեքսմանը քննադատություն է հնչեցրել հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի նախօրեին Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի Բաքու կատարած այցի առնչությամբ։ Սակայն հույս հայտնել, որ այդ այցը կօգտագործվի Ադրբեջանում ապօրինի կերպով պահվող հայերի ազատ արձակումն ապահովելու համար։ Այս մասին Լեքսմանը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։ Այս պահին հերթը միջազգային լրահոսինն է, որը կներկայացնենք տեսաշարով։ Չինաստանի նախագահ Սի Ցինփինը զանգահարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին քննարկելու Սպիտակ տան կողմից սահմանված առևտրային մաքսատուրքերը։ Այդ մասին Միացյալ Նահանգների ղեկավարը հայտարարել է Time հանդեսում հրապարակված հարցազրույցում։ Նա կրկին ԱՄՆ-ն համեմատել է մեծ հանրախանութի հետ, որտեղ բոլորը ցանկանում են գնումներ կատարել։ ԱՄՆ-ն 145% մաքսատուրքեր է սահմանել Չինաստանից ներկրվող ապրանքների նկատմամբ, ինչին ի պատասխան Պեկինն ամերիկյան ապրանքների ներմուծման համար սահմանել է 125% մաքսատուրքեր։ Միացյալ Նահանգները եւ նրա եվրոպական դաշնակիցները համակարծիք են, որ Ռուսաստանը դեռ երկար ժամանակ սպառնալիք կներկայացնի ՆԱՏՕ-ի պետությունների համար։ Այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ապրիլի 24-ին Վաշինգտոնում կայացած բանակցություններից հետո։ Նա հավելել է, որ Թրամփի վարչակազմը շարունակում է հավատարիմ մնալ ՆԱՏՕ-ին, թեև Վաշինգտոնը նաև ավելի շատ ուշադրություն է դարձնում Ասիա-Խաղաղ օվկիանոսյան տարածաշրջանին։ Այն կարծիքը, որ Ռուսաստանի Դաշնությունը երկար ժամանակ սպառնալիք կմնա, Մարկ Ռյուտեն բարձրաձայնել է դեռ ապրիլի 4-ին կազմակերպության կենտրոնակայանում կայացած ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո։ Հյուսիսատլանտյան դաշինքը մտավախություն ունի, որ ապագայում Ռուսաստանը կկարողանա պատերազմներ մղել տիեզերքում, ընդ որում միջուկային զենք կիրառելով արբանյակների դեմ։ Մարկ Ռյուտեն նաև նշել է, որ տիեզերքում Մոսկվայի հնարավորությունները ներկայում հնացել են եւ չեն համապատասխանում արևմտյան տեխնոլոգիաների զարգացման մակարդակին։ ԱՄՆ-ն մեծ ճնշում է գործադրում Ռուսաստանի վրա ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար, սակայն այդ ճնշումները հրապարակայնորեն չեն քննարկվում։ Այս մասին Նորվեգիայի վարչապետին հյուրընկալելու ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Օվալաձև աշխատասենյակում պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու Վաշինգտոնն ավելի շատ ճնշում չի գործադրում Մոսկվայի վրա։ Հարցին, թե ինչ զիջումներ կհամաձայնի Ռուսաստանն անել ուկրաինական ճգնաժամը լուծելու համար, ԱՄՆ նախագահը պատասխանել է. Պատերազմի ավարտ, այլ ոչ թե ամբողջ երկրի գրավում։ Դրանք մեծ զիջումներ են։ Նախագահը նշել է, որ իր վարչակազմը նաև ճնշում է գործադրում Ուկրաինայի վրա։ Ավելի վաղ Թրամփը իր սոցիալական կայքերից մեկում ուղղակիորեն դիմել էր Ռուսաստանի նախագահին, գրելով «Կանգ առ Վլադիմիր»։ Կրեմլում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հանդիպումը։ Այս մասին նշված է Կրեմլի տարածած հաղորդագրությունում։ Ռուսական կողմից բանակցություններին մասնակցել են նաեւ նախագահի օգնական Յուրի Ուշակովը եւ ռուսական ուղակի ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն, նախագահի արտասահմանյան երկրների հետ ներդրումների եւ տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։ Սա Պուտինի եւ Ուիթքոֆի արդեն 4-րդ հանդիպումն է, նախորդը տեղի է ունեցել ապրիլի 11-ին։
Հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը Ռուսաստանը հրթիռներով եւ անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային։ Ռուսական շահեդները հարձակվել են Ուկրաինայի քաղաքների եւ շրջանների վրա։ Կիևում իշխանությունների տվյալներով գիշերային հարձակման հետևանքով զոհվել է 12 մարդ, այդ թվում 2 երեխա, իսկ վիրավորվել է 90 մարդ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդել է, որ հարվածել է Ուկրաինայի ավիացիայի, հրթիռային եւ տիեզերական մեքենաշինության եւ զրահատեխնիկայի արդյունաբերության, ինչպես նաեւ հրթիռային վառելիքի եւ վառոդի արտադրության ձեռնարկություններին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկոյան գրել է, որ նախնական տեղեկությունների համաձայն Կիևին հարվածելու համար օգտագործվել է Հյուսիսային Կորեայում արտադրված բալիստիկ հրթիռ։ Ապրիլի 28-ին Սալոնիկիում Թուրքիայի եւ Հունաստանի ռազմական պատվիրակությունները կհանդիպեն քննարկելու Էգեյան ծովում վստահության ամրապնդման միջոցառումներ։ Բանակցությունները տեղի կունենան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի եւ Հունաստանի վարչապետի նախաձեռնած 2023 թվականից շարունակվող հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում։ Կողմերը ձգտում են նվազեցնել վիճելի ծովային տարածքներում միջադեպերի եւ էսկալացիայի ռիսկերը։ Երկխոսությունը տեղի է ունենում Թուրքիայի կողմից Էգեյան եւ Արևելյան միջերկրական ծովերում Հունաստանի ծովային պլանավորման քննադատության ֆոնին։ Անկարան Աթենքի գործողությունները համարում է իր իրավունքների խախտում եւ մտադիր է ՅՈՒՆԵՍԿՕ-ին եւ ՄԱԿ-ին ներկայացնել այլընտրանքային քարտեզ։ Միաժամանակ Թուրքիան վերահաստատել է իր հանձնառությունը վեճերի խաղաղ կարգավորմանը համաձայն 2023 թվականի Աթենքի հռչակագրի։ Իշխող վրացական երազանք ժողովրդավար Վրաստան կուսակցության նախագահ նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է քաղաքականությունից հեռանալու որոշման մասին։ Նա նշել է, որ ցանկանում է պաշտոնապես տեղեկացնել հանրությանը իր մտադրության մասին։ Վերջին մի քանի շաբաթների ընթացքում իմ ապագա քաղաքական գործունեության մասին շահարկումները չեն դադարել։ Ուստի պարտավոր եմ հասարակության առաջ տալ առկա հարցերին սպառիչ պատասխաններ, բացատրել է Ղարիբաշվիլին։ Նրա որոշումը իրարամերժ կարծիքներ է առաջացրել հաշվի առնելով Ղարիբաշվիլիի առանցքային դերը Վրաստանի կուսակցական եւ քաղաքական կյանքում։ Ղարիբաշվիլին վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2021-ից 2024 թվականներին, այնուհետև գլխավորել է իշխող կուսակցությունը։ Նրա հեռանալու պատճառները դեռևս չեն բացահայտվում, սակայն փորձագետները ենթադրում են, որ դա կարող է կապված լինել վրացական երազանքի ներքին գործընթացների կամ քաղաքականությունից դուրս հետագա կարիերայի ծրագրերի հետ։ Հնդկաստանի եւ Պակիստանի զինվորականները միմյանց ուղղությամբ կրակոցներ են արձակել Ջամու եւ Քաշմիրի վերահսկողության սահմանապահ գծում։ Պակիստանի բանակի կողմից գնդակոծությունը տեղի է ունեցել երկու կողմերի միջև լարվածության աճի ֆոնին։ Փահալգամում իրականացված ահաբեկչական հարձակման պատճառով, որի հետևանքով զոհվել է 26 խաղաղ բնակիչ։ Ահաբեկչական հարձակումից հետո տարածաշրջանում իրականացվում են նաեւ հակաահաբեկչական գործողություններ։ Ինչպես հայտնել են Հնդկաստանի ուժային կառույցները, անցած գիշեր տեղի է ունեցել փոխհրաձգություն ահաբեկիչների եւ անվտանգության ուժերի միջև։ Հնդկաստանի Պահալգամ քաղաքում առնվազն 26 մարդու կյանք խլած ահաբեկչական հարձակումից հետո երկրի իշխանությունները հայտնել են Իսլամաբադում ռազմական կցորդներին հետ կանչելու, դիվանագիտական անձնակազմի թիվը կրճատելու եւ 60 տարի առաջ ստորագրված գետի համատեղ օգտագործման մասին պայմանագրի գործողությունը կասեցնելու, ինչպես նաեւ Պակիստանի հետ ցամաքային անցակետը փակելու մասին։ Ի պատասխան Պակիստանը փակել է Հնդկաստանի հետ սահմանին գտնվող Վագա անցակետը, ինչպես նաև իր օդային տարածքը հնդկական եւ Հնդկաստանի սեփականություն հանդիսացող ավիաընկերությունների համար։ Բացի այդ, Իսլամաբադը կասեցրել է Հնդկաստանի հետ գործող բոլոր երկկողմ համաձայնագրերը։ Գազայի հատվածում մեկ օրում 65 պաղեստինցի է զոհվել իսրայելական շարունակական ռմբակոծությունների հետևանքով։ Խան Յունիսի մոտակայքում իսրայելական անօդաչու թռչող սարքի վրանին հարվածելու հետևանքով զոհվել են ընտանիքի 5 անդամներ։ Իսրայելի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը հայտարարել է, որ բանակը շարունակում է իր օպերատիվ ճնշումը եւ հնարավորինս սեղմում է օղակը Համասի շուրջ։ Զամիրը հավելել է, որ եթե պատանդներին վերադարձնելու հարցում առաջընթաց չգրանցվի, ապա ռազմական գործողությունների շրջանակը կընդլայնվի։ Վերջին օրերին նմանատիպ հայտարարություններ են հնչեցրել նաև Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն եւ պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 18 հիվանդանոցներ ամբողջությամբ դադարեցրել են իրենց գործունեությունը։ Գազայի առողջապահության նախարարության տեղեկություններով առնվազն 51355 պաղեստինցի է զոհվել Գազայի դեմ Իսրայելի պատերազմի հետևանքով։ Վիրավորվել է շուրջ 117248 մարդ։
Ծանոթանանք եղանակային կանխատեսմանը։ Երևան քաղաքում ապրիլի 26-ի երեկոյան 27-ի գիշերը սպասվում են անձրև եւ ամպրոպ։ Ապրիլի 28-ից 30-ը հնարավոր են կարճատև անձրև եւ ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում։ Ապրիլի 26-ի գիշերը 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այսօր այսքանը, հետևեք Update լրատվականին։